Բարև ձեզ։ Ինչ է իրենից ներկայացնում պսիխոսոմատիկ հիվանդությունները։ Պսիխոսոմատիկ հիվանդությունները դա հոգեմարմնական հիվանդություններն են, որոնք առաջանում են ոչ թե զուտ ֆիզիոլոգիական process-ների հետևանքով, այլ հակառակ առաջանալը սկսում է գլխից։ Պսիխոսոմատիկ հիվանդությունների նախապայման կարա լինի վախերը, նախապայման կարա լինի պսիխոսոմատիկ հիվանդությունների սթրեսները, տարբեր տեսակ հոգեվիճակները։ Օրինակ, կյանքի քաղցրությունը կորցրած մարդու մոտ առաջանում է երկրորդ տեսակի շաքարի հիվանդություն։ Օրինակ, տղամարդուց վիրավորված լինող եղած կնոջ մոտ առաջանում է կանացի հիվանդություններ։ Եվ հակառակ, կնոջից կամ կանանցից վիրավորված լինելու երևույթը առաջացնում է տղամարդկային սեռական օրգանների տարբեր հիվանդություններ։ Դրանք բոլորը պսիխոսոմատիկ հիվանդություններ են, ու էլի շատ հիվանդություններ կամ պսիխոսոմատիկ հիվանդություններ, որոնք առաջանում են ոչ թե զուտ մարմնական process-ների ֆունկցիաների խանգարումից, այլ առաջանում են մեր գլխում, առաջանում են մեր հոգեվիճակներից, առաջանում են մեր սթրեսներից, առաջանում են մեր մտածողությունից, թե ինչ ենք մենք այդ ուղղությամբ մտածում, առաջանում են նաև մեր սեփական մտքերից, որ մենք վիրավորված ենք, մենք մեզ համարում ենք մերժված, կարող է եւ իրականում մերժված չեք դուք ձեր ընտանիքի տվյալ անդամի կամ անդամների կողմից, բայց դուք երբ որ ինքներդ ձեզ համարում եք մերժված, այդ ժամանակ սկսում են առաջանալ տարբեր տեսակ պսիխոսոմատիկ հիվանդություններ։ Եվ որպեսզի զերծ մնաք այդ ամեն ինչից, փորձեք նախ առաջինը գրեթե բոլոր խնդիրներին նայել մատերի արանքով, դա շատ թեթևացնում է հոգեվիճակը։ Երկրորդը վախերը, սթրեսները եւ նմանատիպ բաները փորձեք նախ առաջին հերթին վերլուծել, երկրորդ հերթին սկսել օգտվել ծիծաղաթերապիայից, այսինքն ցանկացած իրավիճակ, հումորային ծրագիր, անեկդոտ, կոմեդիա ֆիլմեր դիտելով թեթևացնեք ձեր սթրեսային վիճակը եւ նմանատիպ միջոցներով թեթևացնեք ձեր վիճակը, որպեսզի չառաջանան պսիխոսոմատիկ հիվանդություններ։ Պսիխոսոմատիկ հիվանդությունների շարքը շատ մեծ է, ցավոք սրտի, եւ այդ շատ մեծ ցանկի մեջ շատ դժվար է հետ բերել մարդուն, հատկապես եթե պսիխոսոմատիկ հիվանդությունները խորացված են։ Սրտանոթային հիվանդություններն են մտնում պսիխոսոմատիկ հիվանդությունների մեջ,